Շուտով կլրանա 2 ամիսը, հարգելի հետևորդներ, ուզում եմ ուշադրություն դարձնեք, սա այս իշխանության անգործության լավագույն դրսևորումներից մեկն է։ Շուտով կլրանա 2 ամիսը, որ ես համայնքական ճակատշարժման անդամներով 23 թվականի պատերազմում, Արցախյան պատերազմում զոհեր տված ընտանիքների անդամների հետ եկանք կառավարության շենքի առաջ, ապա գնացինք արտաքին գործերի նախարարություն, պահանջելով արտաշիրիմում իրականացնել, մոտ 60 ընտանիքի մասին է խոսքը, դրանք այն ընտանիքներն են, որոնք այդ պատերազմի վերջին օրերին իրենց զավակներին, եղբայրներին, իրենց հարազատներին անգամ չկարողացան քրիստոնյային վայել հուղարկավորել, ադյալներով, մի կերպ փորվեց այդ հողը, այդ վերջին օրերն էր, գիտեք, Արցախի օկուպացիայի, մի կերպ կարողացան այդպես հուղարկավորել, հույս ունենալով, որ իրենց հարազատների շիրիմները պատշաճ տեսքի կբերվի եւ իրենք քրիստոնյային վայել կխնկարկեն այդ շիրիմները։ 2 ամիս է նամակ է հանձնվել Նիկոլ Փաշինյանին եւ Արարատ Միրզոյանին։ Պասերով խաղացող իշխանություն եք։ Նիկոլ Փաշինյանը նամակը պատասխան եկավ, որ ուղարկում է Արարատ Միրզոյանին։ Արարատ Միրզոյանի այդ ամբողջ համակարգում մի օղակ կա, որը մարդկանց ձեռքից նամակ է վերցնում։ Դա հանրային կապերն է։ Մի տղամարդ իջավ հանրային կապերից նամակը ձեռքիցս վերցրեց, ասաց, որ կա այնտեղ եւ էլեկտրոնային հասցե եւ հեռախոսահամար, պատասխանը կստանաք։ Մենք ուզում ենք հասկանալ, եթե դուք ասում եք խաղաղություն է, ուզում ենք այդ խաղաղությունը շոշափենք, եթե խաղաղություն է, ապա գնանք այդ 60 ընտանիքների հարազատների շիրիմները տեղափոխենք Հայաստան։ Եթե խաղաղություն է, սկսենք անհետ կորածների որոնողական աշխատանքները։ Եթե խաղաղություն է, մեր գերիներին Բաքվի բանտերից հետ վերադարձնենք։ Դուք վախենում եք, որովհետև դուք շատ լավ գիտեք, որ ձեր խաղաղությունը միֆ է, շինծու է, թքած կպցրած է ընդամենը, որովհետև զանգահարել եմ լրատվական բաժին, արտաքին գործերի նախարարություն, ուշադիր լսեք, ձեր լրատվական բաժինը չկա։ Ձեր թեժգիծը չկա, դուք չկաք, այդ հիմնարկում կենթանի շունչ չկա։ Իմ հեռախոսի վրա երևի 28 անգամ արտաքին գործերի նախարարության լրատվական բաժնին զանգ է թողնվել։ Գտել եմ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակի հեռախոսահամարը, անի անունով։ Զանգահարել եմ իրեն, ասել եմ նամակ ենք ուղարկել, ուզում ենք հասկանանք, դուք պատասխան ունեք այս ընտանիքներին, չէ՞ որ դուք եք ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Ունեք պատասխան, այս մարդիկ շատ բան չեն ուզում։ Ձեր խաղաղություն բերած երկրում ուզում են իրենց հարազատների շիրիմների վրա, իրենք ուզում են քրիստոնյային վայել խնկարկում անեն։ Ինձ ասել եք կգամ 1 օրից եւ ձեզ կպատասխանեմ։ Տեսնում եմ Արարատ Միրզոյան նստած Արմավիրի մարզում մի գյուղացու հետ նարդի է շրխկացնում։ Զանգարում եմ նորից այդ աղջկան չի պատասխանում, նորից գրում եմ չի պատասխանում, չկա հիմնարկ, կա բյուջեն թալանող, բյուջեից պարգևավճարների անվան տակ թալան անող իշխանություն։ Դուք հումանիտար որևէ հարց Հայաստանում չեք կարողացել լուծել։ Սոցիալական հարցերը ոտնատակ եք արել, այսօր Հայաստանում սոված քաղցած ընտանիքներ են ապրում։